Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Մեհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդաշարի շրջանակներում երգչուհի դերասանուհի Մերի Քոչարյանը խոսել էր իր և Բորիս Մելքոնյանի հարաբերությունների մասին, քանի որ նրանց հավանական կապի մասին շատ է խոսվել։ Եթե անկեղծ կար սկզբում շատ անհասկանալի շփում, այն տեսարանները, որոնք ամենաշատն են սիրվել, այդ ժամանակ մենք չենք ունեցել լավ հարաբերություններ։ Ես Բորիսին չէի ընկալում որպես տղա, որպես ընկեր։ Ես իրեն չէի սիրում, որովհետև կային պատճառներ, ինքը շատ ազատ էր, շատ հումորով, իր մտքին ինչ փչի այդ պահին ասի։ Իսկ ես նոր աղջիկ, ով շատ փակ եկել է ու լսում է հումորներ, անհեթեթություններ։ Հետո ես սկսեցի իրեն ճանաչել, որովհետև ստիպված էի, ուզեի թե չուզեի, հասկացա իր տեսակը, որ միտում չունի նեղացնելու, կծելու ինչ-որ մեկին։ Իր տեսակն է այդպիսին, պոզիտիվ, անիմաստ, լավ հումորներով։ Հիմա մենք շատ մտերիմ ենք, ու երբ հետ եմ նայում, իրեն էլ պատմում եմ, ջղայնանում է, ասում է ինչ ես խոսում, դու ինձ միշտ էլ սիրել ես։ Իրականում մեր մեջ չկա որևէ բան, բայց ինձ միշտ են վերագրում ցանկացած խաղընկերոջս հետ, ու դա նորմալ է։ Զրույցի ընթացքում Մերին նաև պատմեց, թե հայրը, ով եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ինչպես է իր կարիերան կիսատ թողել հանուն ֆիզիկապես աղջկա կողքին լինելու համար։ Պապայի հետ ուրիշ հարաբերություններ են, ես այդ մարդուն ամբողջ կյանքս եմ պարտական։ Նա իր կարիերան ինչ-որ չափով կիսատ թողեց։ Դա համ իմ սիրելի պահն է, համ տխուր, էգոիզմ կա այդտեղ, չնայած այդ ժամանակ չեմ հասկացել ինչ քայլ է անում։ Պապան որոշում է կայացնում մոտավոր այսպես. եթե դու մնում ես այս մասնագիտության մեջ, ուրեմն ես միշտ պիտի կողքիդ լինեմ, հնարավորինս շատ ֆիզիկապես։ Ես միշտ իրեն երախտապարտ եմ դրա համար։ Իմ սիրունը հեռուներիս տունգար ծաղիկ պնջած մեր լեռների հովերի հետ տունգար ինչու թողիր դու հեռացար ինչու սերս մոռացար Ացունքներս սովարեցիր, սիրտս այրեցիր Ինչու թողիր դու հեռացար, ինչու սերս մոռացար Սխալակորդ ես վերցրեցի Միտքս խառնեցի Բայց լավն էր սկիզբը։ Բայց մի խնդա սկիզբը դիջու Գիշերվա աստղազարդ նկարում Ակնացան շշուկները անուշ Եվ լուսինը դեմքիդ վերայով Մերմ սահեց ժպիտով իր կնքուշ Եվ լուսինը դեմքիդ վերայով Մերմ սահեց ժպիտով իր կնքուշ Պամ պարարամ պամ 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 պարարա պարարարա Pam pararam pam 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 pararara Pam pararam pam 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 pararara Pam pararam pam 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 pararara Love it. Բայց մի խնդա սկիզբը դիջու Մերի Քոչարյանն իր ինստագրամյան հարթակի սթորի բաժնում անկեղծ հրապարակումներ էր արել։ Նա հետևորդների հետ կիսվել էր իր ցավոտ պատմությամբ։ Պատմեմ դուք էլ իմացեք ջերմակ շապիկի նկարահանումները սկսելու նախորդ օրը, ինչ պատահեց ինձ հետ։
Չիստկայի ժամանակ զգացի անհասկանալի տաքություն, վատ ինքնազգացողություն և քոր։ Հետո նկատեցի այս նկարը ու տեսա թեթև կարմրություն դեմքիս հատվածում։ Միանգամից բժիշկիս հետ խորհրդակցելուց հետո հասկացանք, որ ինչ-որ ալերգիա է։ Երբեք չեմ ունեցել ալերգիա։ Եվ գնացի սիստեմաներ ընդունելու, որովհետև գիշերն արդեն նկարահանումս էր, իսկ կարմրությունը տարածվում էր ամբողջ մարմնով։ Էլի ու էլի անընդհատ շատանում էր ու որևէ կերպ չէր հանդարտվում։ Հույս ունեի, որ մինչև նկարահանումը, որը գիշերը 4-ին էր, կանցնի։ Չխոսեմ ինչքան լարված էի, առհասարակ ֆիլմի հետ կապված նկարահանումներից, պատասխանատվությունից ու անսահման սպասել էի այդ օրերին ամիսներ շարունակ։ Հետո հանդարտվեց, ուրախացա ու կարողացա գնալ մի կերպ մազերս ներկելու, ֆիլմի համար։ Այս նկարը այդ օրերի միակ սթորին էր։ Ու վստահաբար չէիք էլ մտածի, թե ինչ է կատարվում այդ օրերին։ Այստեղ փորձում եմ չերևալ հուսալքված ու հավատալ, որ վերջացավ։ Արդեն երեկո էր, ժամեր էին մնացել առաջին նկարահանման օրվան։ Եկա տուն, 20:30 էր, սկսվեց թեթև։ Չխոսեմ ներսիս մասին էլի, դուք փորձեք պատկերացնել։ Չքնեցի մինչև նկարահանում, որովհետև ամեն րոպե նայում էի ու անհնար էր քնել, հույս ունենալով, որ կանցնի հեսա։ Առհասարակ թեթև եմ շատ այս տեսակ հարցերում, ու այս ամենի ամենադաժան այն փաստն էր, որ հենց ֆիլմիս օրերին իմ հետ եղավ մի բան, որը երբեք չէր եղել ու լուծում չկար պարզապես։ Ուղարկում էի գրիմյորին ու հարցնում էի հնարավոր է փակել արդյոք, որովհետև ոչ մի տեղ ու սիստեմա չէր օգնում։ Սա պիկն էր։ Ես եմ, նույն օրը նկարահանման հրապարակում։ Հա ու վստահ եմ շատերդ զարմացաք, որ նմանատիպ պատմությունը պատմում եմ սթորիով, որովհետև ես երբեք չեմ կիսվել իմ էջում նմանատիպ հարցերով ու միշտ ծիրուն ու լավ բաներ եմ սիրում կիսվել, բայց երևի շատ կարևոր էր այս ամենն ինձ համար ու կուզեի, որ դուք էլ իմանայիք, որ եթե հաճախ վատ բաների մասին չեմ տեղեկացնում ու միայն դրականն եք տեսնում, դա բնավ չի նշանակում, որ իմ կյանքում միշտ ամեն բան լավ է և իդեալական։ Ընկեղծացել էր Մերին, այժմ առաջարկում ենք դիտել նրա հրապարակած հոլովակներն առանց մեկնաբանության։ Ես դուք կարայիք։ Նայեք սենց, ոյ, շատացել է, սենց չէր։ Տավար անհնար է գրելով վերջին պահերը պատմել, այդպես վերջին նկարը տեղադրեցի, դրանից հետո ուղղակի սպասել եմ րոպեները անցնի և ես գնամ նկարման հրապարակ, ճանապարհին նկատում եմ, որ մի փոքր թուլացել է ու այդ ահավոր կարմրությունը իսկապես թուլացել է և արդեն սկսեցի երջանկանալ, բայց դեղեր և այլն ամեն ինչ էի վերցրել, որ հենց մի բան միանգամից նորից խմեի այդ սիստեմայի դեղերը։ Ու գնացի գրիմյորներն էլ իրենց իհարկե աշխատանքը իդեալական արեցին, փակեցին։ Այդ ընթացքում սկսեցինք էլ ավելի թուլանալ և նկարվեցինք, փորձեցի ամեն ինչ մոռանալ ու իսկապես ստացվեց։ Դրանից հետո եւս մի քանի օր շարունակվել է այս ամենը, եւս 2 օր, բայց իսկապես սենց որ նկարները չնայեմ, չեմ հիշի ինչ եմ ապրել, բայց երբ որ հիշում եմ ինչ եմ ապրել նկարներով, հասկանում եմ, որ լավա վրա ամեն ինչ անցյալում